Գիտեք, որ տարեցների ոտքերի ամենատարածված ջղագծկումների պատճառներից մեկը պարզ սննդանյութի պակասն է։ Եվ շատերը նույնիսկ չեն կասկածում, որ ունեն այդ պակասը։ Սա ճիշտ է։ Եթե դուք 60-ն անց եք, ապա այդ հանկարծակի ցավոտ ջղագծկումները ոտքերում, հատկապես գիշերը, կարող են նշան լինել, որ ձեր մկանները լուր օգնություն են խնդրում։ Այս խնդիրը պարզապես անհարմարություն չէ։ Միլիոնավոր տարեցների համար հաճախակի ոտքերի ջղագծկումները վաղ ազդանշան են մկանների վիճակի վատթարացման, վատարյան շրջանառության և սննդայութերի անհավասարակշռության մասին, ինչը կարող է հանգեցնել շարժունակության նվազման, ընկնելու և նույնիսկ գիտակցության կորստի։ Եվ ավելի ցնցող է, որ այս ջղագծկումները հաճախ կապված են մի քանի կարևոր նյութերի պակասի հետ, և շատ բժիշկներ կանոնավոր կերպով չեն ստուգում դրանց մակարդակը։ Իրականում գիշերային ջղագծկումները կանխող կարևոր վիտամիններից մեկը բացակայում է 70%-ից ավելի տարեցների մոտ։ Եվ հավանաբար այն բացակայում է նաև ձեր հավելումներում։ Բայց կա լավ նորություն։ Սա կարելի է շտկել։ Եվ այսօր մենք կխոսենք 3 ապրանքների մասին, որոնք գիտականորեն ապացուցված են օգնում կանխարգելել ոտքերի ջղագծկումները, ամրացնել մկանները և վերադարձնել շարժունակությունն ու վստահությունը շարժումներում։ Եթե դուք կամ ձեր մերձավորներից մեկը բախվում է մկանային լարվածության, թուլության կամ ջղագծկումների հետ, հատկապես գիշերը, սա կարող է լինել այս տարվա ամենակարևոր տեսանյութը, որ դիտեք։ Անպայման դիտեք մինչև վերջ, քանի որ մեր ցուցակի 3-րդ ապրանքը պարունակում է միներալ, որի կատաղի պակասը ունեն տարեցների մեջամասնությունը, և այն կարող է էականորեն ազդել ձեր շարժունակության վրա։ Մինչ սկսենք, մի մոռացեք բաժանորդագրվել և միացնել ծանուցումները։ Այս ալիքը բացահայտում է իրական լուծումներ, որոնց մասին ոչ ոք չի խոսում։ Նաև գրեք մեկնաբանություններում, թե որտեղից եք մեզ դիտում։ Մեզ հետաքրքիր է, թե որքան լայն է տարածվում մեր տեսանյութը։ Այժմ սկսենք։ Առաջին ապրանքը՝ ձվերը, մկանների փրկիչներ, որոնք շատ տարեցներ անտեսում են։ Դրանք ձեր սառնարանում են, նախաճաշին, գուցե ձեր սիրելի աղցանում։ Բայց երբ խոսքը գնում է մկանների պահպանման և ցավոտ ոտքերի ջղագծկումների կանխարգելման մասին, ձվերը կարող են լինել տարեցների համար ամենաթերակներատված սուպերֆուդը։ Ի տարբերություն նորաձև հավելումների կամ թանկարժեք փոշիների, ձվերը պարզ բնական աղբյուր են բարձրորակ սննդանյութերի, որոնք հատկապես անհրաժեշտ են ձեր մկաններին և նյարդերին տարիքի հետ։ Ահա թե ինչու, երբ դուք 60-70 տարեկան եք, ձեր մարմինը բնական կերպով սկսում է կորցնել մկանային զանգվածը, սարկոպենիա կոչվող վիճակում։ Այդ գործընթացի հիմնական պատճառներից մեկը սպիտակուցի ցածր ընդունումն է և վիտամինների պակասը։ Այստեղ ձվերը օգնության են հասնում։ Մեկ ձուն պարունակում է մոտ 6 գրամ լիարժեք սպիտակուց, բոլոր 9 անփոխարինելի ամինաթթուներով, որոնք անհրաժեշտ են ձեր մկաններին վերականգնման և ամրացման համար։ Սա չափազանց կարևոր է հոգնածության, թուլության և գիշերային ջղագծկումների դեմ պայքարելու համար, որոնք չեն թողնում ձեզ հանգիստ քնել։ Բայց օգուտը սրանով չի ավարտվում։ Ձվի դեղնուցը քչերից մեկ բնական աղբյուրն է վիտամին D-ի։ Այս վիտամինն օգնում է օրգանիզմին կալցիում կլանել և պահպանել մկանների ուժեղ գծկումները։ Ցավոք հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 80% տարեցներ տառապում են վիտամին D-ի պակասից, հատկապես նրանք, ովքեր կանոնավոր արևի լույս չեն ստանում, եւ խոսքը միայն ջղագծկումների մասին չէ։ Վիտամին D-ի պակասը ուղղակիորեն կապված է քրոնիկ ցավի, ընկնելու եւ նույնիսկ կոտրվածքների հետ, ինչը ձվերը դարձնում է պարզ միջոց միաժամանակ աջակցելու եւ մկաններին եւ ոսկորներին մեկ ճաշի ընթացքում։ Եկեք խոսենք վիտամին B12-ի մասին։ Դա եւս մեկ թաքնված պակաս է, որը ազդում է միլիոնավոր տարեցների վրա։ Տարիքի հետ մեր ստամոքսը ավելի քիչ թթու է արտադրում, ինչը նշանակում է, որ մենք ավելի վատ ենք կլանում B12 սննդից։ Արդյունքը՝ նյարդերի վնասում, քորոց եւ հաճախակի մկանային ջղագծկումներ։ Ձվերը վիտամին B12-ի ամենահեշտ կլանվող աղբյուրներից են, որոնք օգնում են վերականգնել նյարդերի ամբողջականությունը եւ բարելավել կապը մկանների եւ ուղեղի միջեւ։ Եթե դուք խուսափում եք կարմիր մսից, ձվերը դառնում են էլ ավելի կարևոր, ապահովելով անվտանգ եւ ցածր կալորիական այլընտրանք, անհրաժեշտ սննդանյութերի մակարդակը պահպանելու համար, առանց սրտին հագեցած ճարպերով ծանրաբեռնելու։ Բայց որքան ձու պետք է ուտել։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթը 6-7 ձու անվտանգ եւ օգտակար է տարեցների մեծամասնության համար, նույնիսկ նրանք, ովքեր անհանգստանում են խոլեստերինի համար։ Իրականում շատերի համար վերամշակված մսի փոխարինումը ձվերով կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ընդհանուր ռիսկը։ Եվ ահա փոքրիկ խորհուրդ. փորձեք ձվերը ուտել կանաչ տերևոր բանջարեղենով կամ հարստացված կաթնամթերքով, վիտամին D-ի եւ կալցիումի ընդունումը բարձրացնելու համար, կամ համադրեք դրանք ամբողջահատիկային արտադրանքի հետ արյան շաքարի մակարդակը ավելի լավ վերահսկելու համար, եթե դիաբետ ունեք։ Եթե տառապում եք գիշերային ոտքերի ջղագծկումներից, փորձեք ձու ուտել ընթրիքին կամ որպես թեթև երեկոյան խորտիկ։ Սննդանյութերը կարող են աջակցել մկանների վերականգնմանը գիշերվա ընթացքում եւ նվազեցնել ցավոտ սպազմերը մինչեւ դրանց առաջացումը։ Միայն մեկ նշում. եթե ունեք երիկամների հետ կապված խնդիրներ կամ սպիտակուցի սահմանափակում է պետք, խորհրդակցեք բժշկի հետ նախքան ընդունումը մեծացնելը։
Եվ եթե խոլեստերինը անհանգստացնում է, ձվի սպիտակուցները հիանալի միջոց են բոլոր օգտակար նյութերը ստանալու առանց դեղնուցի։ Տարեցների մեծամասնության համար ձվերը ամենահասանելի, էժան եւ հզոր ապրանքներից են՝ մկանները պաշտպանելու, նյարդային համակարգը պահպանելու եւ բնական կերպով ուժը պահպանելու համար։ Ուստի վաղը առավոտյան եւ ձուն կոտրեք տապակի մեջ, հիշեք, որ ոչ միայն նախաճաշիկ պատրաստում, այլ կառուցում եք ավելի ուժեղ ապագա։ Երկրորդը. բանան ջղակցկումների դեմ հզոր միջոց, որոնք թաքնված են տեսադաշտում։ Դրանք հեշտ են մաքրել, բնական քաղցր են եւ գտնվում են գրեթե յուրաքանչյուրի տանը, բայց շատերը չեն գիտակցում, որ բանանները կարող են լինել տարեցների ոտքերի ջղակցկումները կանխելու ամենահզոր բնական միջոցներից մեկը։ Իրականում, եթե երբևէ ձեզ ասել են բանան ուտել, երբ ոտքերը սկսում են ջղակցկվել, այդ խորհրդի հետևում կանգնած է ամուր գիտական հիմք։ Ամեն ինչ կապված է մեկ միներալի՝ կալիումի հետ։ Կալիումը անհրաժեշտ է մկանների ճիշտ կծկումների, նյարդային համակարգի աշխատանքի եւ հեղուկի հավասարակշռության համար։ Բայց ահա խնդիրը. տարեցները հաճախ բավարար քանակությամբ կալիում չեն ստանում։ Դիուրետիկների նման դեղամիջոցների, վատ ախորժակի եւ մրգերի ցածր ընդունման պատճառով կալիումի մակարդակը կարող է զգալիորեն ընկնել, ինչը մկանները դարձնում է հակված սպազմերի եւ ջղակծկումների, եւ հետևանքները կարող են ցավոտ լինել։ Կալիումի ցածր մակարդակը կամ հիպոկալիեմիան հիմնական գործոն է, որն առաջացնում է անկամա կծկումներ, հատկապես կտրուկ հանկարծակի ջղակծկումներ, որոնք արթնացնում են ձեզ գիշերվա կեսին։ Մեկ միջին բանանը պարունակում է մոտ 420 միլիգրամ կալիում, ինչը կարող է նկատելիորեն ազդել, բայց բանանը պարունակում է ոչ միայն կալիում, դրանք նաև հարուստ են մագնեզիումով, որը օգնում է մկանները հանգստացնել կծկումներից հետո, եւ վիտամին B6-ով, որը կարևոր է նյարդային ազդանշանների ճիշտ փոխանցման եւ բորբոքումների վերահսկման համար։ Այս նյութերի պակասը կարող է վատթարացնել մկանների հոգնածությունը եւ մեծացնել ջղակծկումների հավանականությունը, հատկապես ֆիզիկական ակտիվության ընթացքում կամ հետո։ Ինչը բանանին դարձնում է հատկապես արդյունավետ, այն է, որ դրանք ոչ միայն հարուստ են էլեկտրոլիտներով, այլև պարունակում են ածխաջրեր, որոնք խոնավացնում են օրգանիզմը, ինչպես նաև բնական շաքարեր, որոնք օգնում են վերականգնել հեղուկի հավասարակշռությունը։ Սա կրիտիկական է տարեցների համար, ովքեր բավարար ջուր չեն խմում։ Գիշերային ջղակծկումների դեպքում բանանը կարող է դառնալ ձեր լավագույն բնական միջոցը։ Եթե ուտեք դրանք քնելուց 1-2 ժամ առաջ, դրանք կարող են օգնել հանգստացնել մկանները, կայունացնել էլեկտրոլիտները եւ նվազեցնել ցավոտ սպազմերը քնի ժամանակ։ Որոշ հետազոտություններ նույնիսկ ենթադրում են, որ բանանները կարող են բարելավել քնի որակը, նվազեցնելով մկանային լարվածությունը եւ վերականգնելով սննդանյութերի հավասարակշռությունը, բայց դա ամենը չէ։ Բանանները նաև աջակցում են կարմիր արյան բջիջների արտադրությանը եւ թթվածնի առաքմանը մկաններին, շնորհիվ վիտամին B6-ի, որը հատկապես կարևոր է շրջանառության խանգարումներ ունեցող տարեցների համար։ Եվ եթե անհանգստանում եք շաքարի համար, այնո, բանանները բնական քաղցր են, բայց համադրելով դրանք մանրաթելերով հարուստ ապրանքների հետ, ինչպես վարսակաձավար, ընկույզ կամ յոգուրտ, դրանք օգնում են կանխել արյան շաքարի ցատկերը եւ պահպանել էներգիայի մակարդակն ու մարսողությունը։ Տարեցների մեծամասնության համար օրական 1 բանան օպտիմալ նորմա է՝ կալիումի եւ մագնեզիումի առողջ մակարդակը պահպանելու համար, առանց օրգանիզմը ծանրաբեռնելու։ Եթե ջղակծկումները հաճախակի են, օրվա ընթացքում 2 բանանը կարող է ավելի մեծ էֆեկտ տալ։ Դիաբետիկների համար կարևոր է չափավորությունը եւ ապրանքների ճիշտ համադրումը։ Եթե հետևում եք ցածր կալիումի դիետային երիկամների խնդիրների պատճառով, անպայման խորհրդակցեք բժշկի հետ նախքան ընդունումը մեծացնելը։ Մնացածների համար բանանները ամենապարզ, անվտանգ եւ արդյունավետ միջոցներից են՝ օդքերի ջղակծկումները նվազեցնել, մկանների վերականգնումը լավել եւ մարմնի բնական շարժունակությունը պահպանելու համար։ Ուստի հաջորդ անգամ, երբ ձեր ոտքը հանկարծ սկսի ջղակծկվել, միշտ ապեք դեղահաբեր բռնել։ Վերցրեք բանան, ձեր մկանները շնորհակալ կլինեն։ Երրորդը. ընկույզներն ու սերմերը, մկանների թերագնահատված պաշտպաններ, որոնք թաքնված են ձեր պահարանում։ Դրանք փոքր են, հեշտ է չնկատել եւ հաճախ համարվում են պարզ խորտիկ։ Բայց ընկույզներն ու սերմերը տարեցների համար ամենաարդյունավետ սովորություններից մեկն են, որոնք կարող են ներմուծվել սննդակարգ, նվազեցնելու ջղակծկումները, հանգստացնելու մկանները եւ դանդաղեցնելու տարիքի հետ մկանային զանգվածի կորուստը։ Տարիքի հետ մեր մարմինը շատ ավելի արագ է կորցնում էլեկտրոլիտները, հատկապես մագնեզիումն ու կալիումը, 2 միներալ, որոնք կրիտիկական կարևոր են մկանների կծկման եւ հանգստանալու, ինչպես նաեւ նյարդային համակարգի աշխատանքի համար։ Շատ տարեցներ տարապում են այս նյութերի պակասից, առանց դա գիտակցելու, ինչը հանգեցնում է մկանների լարվածության, սպազմերի եւ սարսափելի գիշերային ջղակծկումների։ Լավ նորությունն այն է, որ ընկույզներն ու սերմերը բնական աղբյուրներից ամենահարուստն են այս միներալներով։ Դրանք նաև պարունակում են սպիտակուցներ մկանային մանրաթելերի վերականգնման համար, օգտակար ճարպեր, որոնք նվազեցնում են բորբոքումը եւ բարելավում արյան շրջանառությունը, հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մկանների վերականգնմանը եւ պաշտպանում ծերացող հյուսվածքները։ Բայց ոչ բոլոր ընկույզներն ու սերմերն են հավասարապես օգտակար։ Եկեք քննենք մկանների եւ նյարդերի առողջության համար լավագույն 5 ընկույզներն ու սերմերը։ Առաջին տեղը դդմի սերմեր, մագնեզիումի աղբյուր մկանների հանգստացման համար։
Դդմի սերմերը բնական ամենահարուստ աղբյուրներից մեկն են մագնեզիումի, միներալի, որը կարևոր դեր է խաղում մկանների հանգստացված վիճակը պահպանելու եւ ջղագծկումները կանխելու գործում։ Մոտ 28 գրամ դդմի սերմեր պարունակում է շուրջ 150-168 միլիգրամ մագնեզիում, ինչը կազմում է մոտ 40% տարեցների համար առաջարկվող օրական նորմայից։ Մագնեզիումը հատկապես կարևոր է տարեցների համար, քանի որ տարիքի հետ հաճախ նվազում է դրա գլանումը, ինչպես նաև մեծանում են կորուստները դիուրետիկների կամ թթվային ռեֆլյուքսի դեմ դեղամիջոցների պատճառով։ Առանց բավարար մագնեզիումի մկանները դառնում են չափից ավելի գրգռված, ինչը հանգեցնում է լարվածության, սպազմերի եւ ցավոտ գիշերային ջղագծկումների ոտքերում։ Բացի մագնեզիումից դդմի սերմերը պարունակում են երկաթ, ցինկ եւ օգտակար ջրպեր։ Այս բոլոր նյութերը աջակցում են արյան շրջանառությանը եւ նյարդային համակարգի աշխատանքին։ Դրանք նաև հարուստ են հակաօքսիդանտներով եւ բուսական սպիտակուցով, ինչը դրանք դարձնում է լիարժեք եւ սննդարար խորտիկ, ընդհանուր մկանային վիճակը եւ վերականգնումը պահպանելու համար։ Կարող եք դդմի սերմեր ցանել աղցանների վրա, ավելացնել վարսակաձավարի մեջ կամ վայելել որպես խրթխրթան խորտիկ։ Ամենալավ արդյունքի համար ընտրեք հում կամ չոր տապակասերմեր, խուսափելով ուժեղ աղի կամ համեմված տարբերակներից, որոնք կարող են նպաստել ջրազրկմանը։ Դդմի սերմերը բնական միջոց են մկանները հանգստացնելու, բորբոքումը նվազեցնելու եւ ջղագծկումները կանխելու համար։ Մեկ բուռը բավարար է։ Երկրորդը. նուշը մկանների համար հավասարակշռված ուժեղացուցիչ։ Նուշը ամենաունիվերսալ եւ սննդարար ընկույզներից մեկն է, որը համատեղուն է մագնեզիումի, կալիումի եւ բուսական սպիտակուցի հզոր կոմբինացիան, աջակցելով ինչպես մկանների աշխատանքին, այնպես էլ նյարդային համակարգի առողջությանը։ Մեկ ունցիա նուշը պարունակում է մոտ 77-80 միլիգրամ մագնեզիում եւ 200-208 միլիգրամ կալիում, երկու կարևոր էլեկտրոլիտներ մկանների ճիշտ կծկումների եւ հանգստացման համար։ Տարեցների համար այս հավասարակշռությունը հատուկ նշանակություն ունի։ Երբ մագնեզիումի եւ կալիումի մակարդակները ընկնում են դեղամիջոցների, ջրազրկման կամ վատ սննդակարգի պատճառով, նյարդային համակարգը կարող է խափանվել, ինչը հանգեցնում է ջղագծկումների, սպազմերի եւ նույնիսկ հոգնածության։ Նուշը օգնում է լրացնել այս միներալները, ինչպես նաև պարունակում է վիտամին E, հակաօքսիդանտ, որը պաշտպանում է մկանային հյուսվածքը օքսիդատիվ ստրեսից եւ բորբոքումներից։ Նուշը հարուստ է օգտակար ճարպերով, հատկապես մոնոհագեցած ճարպերով, որոնք աջակցում են արյան շրջանառությանը եւ սրտի առողջությանը։ Բարելավված արյան հոսքը երաշխավորում է, որ ձեր մկանները ստանում են անհրաժեշտ թթվածին եւ սննդանյութեր արդյունավետ աշխատելու եւ վերականգնվելու համար։ Ինչը նուշը դարձնում է հատկապես արժեքավոր, դրա հարմար օգտագործումն է։ Հեշտ է խորտիկել, ավելացնել սմուզիի մեջ կամ ցանել յոգուրտի կամ վարսակաձավարի վրա։ Եթե հետևում եք արյան շաքարի մակարդակին, համադրեք նուշը մրգերի կամ ամբողջահատիկային հացահատիկների հետ հավասարակշռված խորտիկի համար, որը կանխում է շաքարի ցատկերը եւ պահպանում է էներգիայի մակարդակը։ Ընտրեք հում կամ թեթևակի տապակածնկնիզներ առանց աղի, օգուտը առավելագույնի հասցնելու եւ ավելորդ նատրիումից խուսափելու համար։ Նուշը իդեալական ընտրություն է տարեցների համար, ովքեր ձգտում են նվազեցնել ջղագծկումները եւ պահպանել շարժունակությունը։ Երրորդը. փիստակները, կալիումի չեմպիոն ջղագծկումների վերահսկման համար։ Եթե ցանկանում եք բնական ճանապարհով մեծացնել կալիումի ընդունումը, փիստակները լավագույն տարբերակներից մեկն է։ Մեկ ունցիա փիստակները պարունակում է շուրջ 290-291 միլիգրամ կալիում, ինչը դրանք դարձնում է լավագույն ընկույզներից մեկը մկանների կոորդինացիան, էլեկտրոլիտների հավասարակշռությունը եւ խոնավացումը պահպանելու համար։ Կալիումը կենսականորեն անհրաժեշտ է նյարդային ազդանշանների փոխանցման եւ մկանների կծկումների համար։ Երբ կալիումի մակարդակը չափազանց ցածր է, մկանները դառնում են չափից ավելի զգայուն եւ հակված ցավոտ սպազմերի։ Սա հաճախակի խնդիր է տարեցների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ընդունում են դիուրետիկներ կամ ունեն նվազած ախորժակ։ Փիստակները նաև պարունակում են մագնեզիում, վիտամին B6 եւ զգալի քանակությամբ սպիտակուց, որոնք օգնում են մկաններին վերականգնվել, ուժ հավաքել եւ կանխել հոգնածությունը։ Վիտամին B6-ը կարևոր դեր է խաղում առողջ նյարդային կապի պահպանման գործում, կանխելով խափանումները, որոնք կարող են հանգեցնել ջղագծկումների։ Բացի այդ, փիստակները աջակցում են սրտի առողջությանը, մոնոհագեցած ճարպերի եւ հակաօքսիդանտների շնորհիվ։ Դրանք նաև պարունակում են լյուտեին եւ զեաքսանթին, սննդանյութեր, որոնք պաշտպանում են տեսողությունը, լրացուցիչ առավելություն տարեցների համար։ Փիստակները հարմար եւ համեղ խորտիկ են։ Պարզապես ընտրեք անաղի տարբերակները, ավելորդ նատրիումից խուսափելու համար, քանի որ դրանք պարունակում են ավելի քիչ կալորիա, համեմատած այլ ընկույզների հետ։ Փիստակները խելամիտ ընտրություն են տարեցների համար, ովքեր հետևում են իրենց քաշին, բայց ցանկանում են աջակցել օրգանիզմին։ Թե կեսօրին խորտիկի, թե զբոսանքից հետո վերականգնման համար, փիստակները օգնում են մկանները պահպանել տոնուսում։ Չորրորդը. ընկույզները եւ կտավատի սերմերը, բորբոքումների դեմ պայքարողներ։ Մկանային ջղագծկումները միշտ չէ որ առաջանում են էլեկտրոլիտների կորստից։
Երբեմն դրանք առաջացնում է բորբոքում մկաններում կամ շրջակա նյարդերում։ Այստեղ օգնության են հասնում ընկույզները եւ կտավատի սերմերը։ Այս ապրանքները հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք, ինչպես ապացուցվել է, նվազեցնում են քրոնիկ բորբոքումը, բարելավում արյան շրջանառությունը եւ ուժեղացնում նյարդային ֆունկցիան։ Տարեցների համար, ովքեր տառապում են հոդացավերից, արթրիտից կամ ընդհանուր կարծրությունից, բորբոքումը կարող է ուժեղացնել ջղագծկումները եւ դանդաղեցնել վերականգնումը։ Ընկույզներում եւ տտավատի սերմերում պարունակվող օմեգա 3-ը օգնում է մեղմել այս բորբոքային գործընթացները, թույլ տալով մկաններին ավելի հարթ եւ ավելի քիչ ցավով ֆունկցիոնալացնել։ Ընկույզները նաև պարունակում են սպիտակուց, մագնեզիում եւ հակաօքսիդանտներ, ինչպես պոլիֆենոլները, որոնք պայքարում են օքսիդատիվ սթրեսի դեմ, նպաստելով մկանների դեգեներացիային։ Կտավատի սերմերը հարուստ են ալֆա-լինոլենաքթվով, բուսական օմեգա 3-ով, որը աջակցում է սրտի եւ մկանների առողջությանը։ Մեկ այլ առավելություն. կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով, ինչը նպաստում է մարսողության նորմալացմանը եւ կարող է օգնել արյան շաքարի կարգավորմանը, պլյուս դիաբետ ունեցող տարեցների համար։ Միայն համոզվեք, որ կտավատի սերմերը օգտագործում եք աղացած վիճակում, քանի որ ամբողջական սերմերը անցնում են օրգանիզմով, առանց մարսվելու։ Կարող եք ավելացնել ընկույզները վարսակաձավարի, աղցանների կամ խորտիկների մեջ։ Աղացած կտավատի սերմերը սմուզիի, յոգուրտի կամ նույնիսկ ապուրների մեջ։ Միասին այս երկու ապրանքները ստեղծում են հզոր հակաբորբոքային էֆեկտ, որը օգնում է հանգստացնել մկանները եւ պահպանել մարմինը շարժման մեջ։ 5-րդը. կեշյուն, վերականգնման եւ շրջանառության դաշնակից։ Կեշյուն հաճախ թերագնահատվում է, բայց դրանք կարևոր դեր են խաղում մկանների վերականգնման, էլեկտրոլիտների լրացման եւ շրջանառության աջակցման գործում։ Լավ դոզայով մագնեզիումով, մոտ 74 միլիգրամն ունցիայում եւ օգտակար ճարպերով կեշյուն օգնում է կանխել մկանային սպազմերը, հատկապես ֆիզիկական ակտիվության ընթացքում կամ հետո։ Դրանք նաև հարուստ են պղնձով, միկրոէլեմենտով, որն անհրաժեշտ է արյունատարանոթների եւ շարակցական հյուսվածքների առողջության պահպանման համար։ Բարելավված արյան շրջանառությունը նպաստում է մկանների ավելի արագ վերականգնմանը, թթվածնի առաքման բարելավմանը եւ լարվածության կամ ջղագծկումների ռիսկի նվազեցմանը բեռնվածությունից հետո։ Բացի այդ, կեշյուն պարունակում է B խմբի վիտամիններ, երկաթ եւ հակաօքսիդանտներ, որոնք աջակցում են նյարդային համակարգին եւ նվազեցնում հոգնածությունը։ Դրանց կրեմային հյուսվածքը եւ թեթևակի քաղցր համը դրանք դարձնում են իդեալական սմուզի, սոուսների կամ էներգետիկ պատոնների մեջ ավելացնելու համար։ Տարեցների համար մարսողության խնդիրներով կեշյուն հաճախ ավելի հեշտ է կլանվում, քան ավելի կոշտ ընկույզները։ Շնորհիվ ավելի ցածր մանրաթելերի պարունակության եւ հարթ կոնսիստենցիայի։ Այնուամենայնիվ կարևոր է վերահսկել չափաբաժինները։ Կեշյուն կալորիական է, ուստի պետք է չափավոր օգտագործել, մոտավորապես 1 փոքր բուռ օրական։ Խուսափեք աղի կամ յուղում տապակած տարբերակներից, ընտրելով հում կամ չոր տապակած կեշու առանց հավելումների։ Որքան պետք է ուտել։ Տարեցների մեծամասնության համար բավարար է ընկույզների կամ սերմերի փոքր բուռը, մոտ 1 ունցիա կամ 2 ճաշի գթալ օրական, շատ չի պետք։ Ահա մի քանի ռազմավարություններ խելամիտ օգտագործման համար։ Մարզումից հետո սննդի հետ էլեկտրոլիտների լրացման համար։ Երեկոյան մկանների հանգստացման համար։ Սննդի հետ ընդունելիս ճարպալույծ վիտամինների լավագույն կլանումը։ Ինչի վրա ուշադրություն դարձնել։ Խուսափեք ուժեղ աղի կամ համեմված տարբերակներից։ Ավելորդ նատրիումը կարող է նպաստել ջրազրկմանը եւ բարձրացնել ջղագծկումների ռիսկը, հատկապես գիշերը։ Եվ ահա արդյունքը. 3 հզոր ապրանքներ, որոնք իսկապես կարող են ազդել ջղագծկումների կանխարգելման եւ շարժունակության բարելավման վրա տարեցների մոտ։ Ձվերը ապահովում են բարձրորակ սպիտակուց, վիտամին D եւ B2-ը, մկանների վերականգնման, նյարդերի պաշտպանության եւ գիշերային վերականգնման աջակցության համար։ Բանաները հարուստ են կալիումով, մագնեզիումով եւ վիտամին B6-ով, ինչը օգնում է կարգավորել մկանների կծկումները, հավասարակշռել էլեկտրոլիտները եւ նվազեցնել ջղագծկումները, հատկապես գիշերը։ Ընկույզներն ու սերմերը միավորում են մկանների հանգստացնող միներալները, հակաբորբոքային ճարպերը եւ սպիտակուցը, վերականգնման եւ ծերացող մկանների պաշտպանության համար։ Կանոնավոր ավելացրեք դրանք ձեր ուտեստներին։ Պահպանեք խոնավացումը եւ դուք կտաք ձեր օրգանիզմին բոլոր գործիքները ավելի լավ շարժման, հարմարավետ քնի եւ ուժի համար տարիքի հետ։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, մի մոռացեք դնել լայք, գրել մեկնաբանություն ստորև։ Մեզ հետաքրքիր կլինեն ձեր մտքերը կամ հարցերը, եւ իհարկե բաժանորդագրվեք եւ միացրեք ծանոթությունները, չբաց թողնելու առողջության համար օգտակար խորհուրդները։ Շնորհակալություն դիտելու համար։ Եղեք տեղեկացված, եղեք առողջ եւ հանդիպենք հաջորդ տեսանյութում։ Դրանց կրեմային հյուսվածքը եւ թեթևակի քաղցր համը դրանք դարձնում են իդեալական սմուզի, սոուսների կամ էներգետիկ պատոնների մեջ ավելացնելու համար։ Տարեցների համար մարսողության խնդիրներով կեշյուն հաճախ ավելի հեշտ է կլանվում, քան ավելի կոշտ ընկույզները։ Շնորհիվ ավելի ցածր մանրաթելերի պարունակության եւ հարթ կոնսիստենցիայի։ Այնուամենայնիվ կարևոր է վերահսկել չափաբաժինները։ Կեշյուն կալորիական է, ուստի պետք է չափավոր օգտագործել, մոտավորապես 1 փոքր բուռ օրական։ Խուսափեք աղի կամ յուղում տապակած տարբերակներից, ընտրելով հում կամ չոր տապակած կեշու առանց հավելումների։ Որքան պետք է ուտել։ Տարեցների մեծամասնության համար բավարար է ընկույզների կամ սերմերի փոքր բուռը, մոտ 1 ունցիա կամ 2 ճաշի գթալ օրական, շատ չի պետք։
Ահա մի քանի ռազմավարություններ խելամիտ օգտագործման համար։ Մարզումից հետո սննդի հետ էլեկտրոլիտների լրացման համար։ Երեկոյան մկանների հանգստացման համար։ Սննդի հետ ընդունելիս ճարպալույծ վիտամինների լավագույն կլանումը։ Ինչի վրա ուշադրություն դարձնել։ Խուսափեք ուժեղ աղի կամ համեմված տարբերակներից։ Ավելորդ նատրիումը կարող է նպաստել ջրազրկմանը եւ բարձրացնել ջղագծկումների ռիսկը, հատկապես գիշերը։ Եվ ահա արդյունքը. 3 հզոր ապրանքներ, որոնք իսկապես կարող են ազդել ջղագծկումների կանխարգելման եւ շարժունակության բարելավման վրա տարեցների մոտ։ Ձվերը ապահովում են բարձրորակ սպիտակուց, վիտամին D եւ B2-ը, մկանների վերականգման, նյարդերի պաշտպանության եւ գիշերային վերականգման աջակցության համար։ Բանաները հարուստ են կալիումով, մագնեզիումով եւ վիտամին B6-ով, ինչը օգնում է կարգավորել մկանների կծկումները, հավասարակշռել էլեկտրոլիտները եւ նվազեցնել ջղագծկումները, հատկապես գիշերը։ Ընկույզներն ու սերմերը միավորում են մկանների հանգստացնող միներալները, հակաբորբոքային ճարպերը եւ սպիտակուցը, վերականգման եւ ծերացող մկանների պաշտպանության համար։ Կանոնավոր ավելացրեք դրանք ձեր ուտեստներին։ Պահպանեք խոնավացումը եւ դուք կտաք ձեր օրգանիզմին բոլոր գործիքները ավելի լավ շարժման, հարմարավետ քնի եւ ուժի համար տարիքի հետ։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, մի մոռացեք դնել լայք, գրել մեկնաբանություն ստորև։ Մեզ հետաքրքիր կլինեն ձեր մտքերը կամ հարցերը, եւ իհարկե բաժանորդագրվեք եւ միացրեք ծանոթումները, չբաց թողնելու առողջության համար օգտակար խորհուրդները։ Շնորհակալություն դիտելու համար։ Եղեք տեղեկացված, եղեք առողջ եւ հանդիպենք հաջորդ տեսանյութում։